Բարև ձեզ ելի ժողովուրդ։ Այս ձայնայինը եւս բացառիկ է, որովհետեւ չեմ օգտագործելու ոչ մի հայոյանք, որպեսզի այն ծայրաստիճան, կուլտուրական, պատռակաղով եւ դանակով հացուտող մասան եւս լսի, չասի որ վայ քֆուրա տալն, ես չեմ ուզում լսեմ։ Ես այդ պատկազ վրա ուղղակի զարմանում եմ, այսինքն երկիրը ձեռից գնաց է բրծելա։ Չգիտեմ ընդեղ պետությունը ոչինչ ասում են, ինքը ասում այս մարդը քֆուրա տալ, ինքը չի ասում, որ գիտես ինչ Քոչարյանը բանա, Արնախում տահիճա, չի ասում, որ տաշիր Սամոն, չգիտեմ, թալանչի վիշվասկա, չի ասում, որ Նիկոլը պետական դավաճանա, մյուսների հետ միասին ասում է, Վասիլ Ղուկասյանը քֆուրա տալը։ Ինչ ասեմ, ես այդ մարդկանց ասելու բան չունեմ, լավ ասեմ, բուր թեմային ժամանակը բան չանեմ։ Ուրեմն ինչ է այսօր կատարում քաղաքական դաշտում։ Նիկոլ Փաշինյան կոչված մարդկային վիժվասկը ամեն ինչ անում է, որպեսզի ժողովրդին ցույց տա, որ նայեք, իմ հիմնական հակառակորդները դա Ռոբերտ Քոչարյանն է եւ Տաշիրը։ Ես ուրիշ ոչ մեկից չեմ վախենում։ Մնացած ինձ հակառակորդ չեն, ֆավորիտները սրանք են, ժողովուրդ, տեսեք, էնի սրանց առաջ բրթում, սրանք Նիկոլին են առաջ բրթում, որ տեսեք ժողովուրդ, այլ ուրիշ այլընտրանք չկա, ընդդիմությունը հեսա, իմ համար ամենամեծ ընդդիմությունը Ռոբիկն է, բայց չգիտես խի 8 տարի է Ռոբիկը ազատության մեջ է, այն Ռոբիկը, որ ինքը գիշեր ցերեկը ասում է, ասակիդա թաղալու, եւ այլն, ու ես 8 տարի է փռում է։ Ես վերջերս էլ իմացանք, որ այդ եվրոպական նախագահները ինչ գրող ու սերցավ էին, որ եկել էին, բոլորի ծառայողական մեքենաներ եւ այլն, մանտո վերցրել էին Ռոբիկի սերվիզից, այսինքն պետությունը ֆինանսավորում է Ռոբիկի սերվիզին, Toyota, Lexus, բայց ամեն ինչ Ռոբիկն է։ Ռոբիկն ընդդիմադիր է։ Ղարաբաղը Ռոբիկով հանձնին, Տաշիրը, Կիրանց, Միրանց, սա Ռոբիկով հանձնին իած հայակվե բոզի տղությամբ աստատխպով, հիմա Ռոբիկն ընդդիմություն է։ Ռոբիկն հելնում ասում է, տեսեք, փակել է Սփյուռքի նախարարությունը, ու մտքով կասներ փակել Սփյուռքի նախարարությունը, Ռոբիկ, դու Սփյուռքին դուրս մղեցիր, ասեցիք Սփյուռքում ապրող մարդը, ոչ քվյարկելու իրավունք ունի, ոչ ընտրելու իրավունք ունի, Ռոբիկ, դու թույլ չտվեցիր, քեզից կսա, որ Հայաստանի քաղաքացին գտնվելով դրսում չկարողանա գնա Հայաստանի Հանրապետության դեսպանատան տարածքում քվյարկի, որովհետև գիտեիš այդքան մարդ, որ քո ժամանակ սկսեց արտագաղթման մեծ ալիքը, բոլորը գնալու էին դրսում եւ դեմ քվյարկեին Ռոբերտ Քոչարյանին։ Այս Ռոբերտ Քոչարյանն հələ ասում է, տեսեք, Սփյուռքի նախարարությունն է փակել։ Սփյուռքին ուզում է հերոպային տղա ջան, դու Սփյուռքին սկսեցիր վտարել, Սփյուռքին կտրեցիր ձայնի իրավունքից, այդ Հայաստան հիմնադրամ ստեղծիր, ու կթում, սկսած Երջանկայի շատակ Քրքոյանից, կթից, միլիարդները կերավ, վերջում այդ մարդը ջոգեց, թքեց բենից մեջ եւ այլևս կտրեց Հայաստանի Հանրապետության բանը ֆինանսավորումը։ Տաշիրն ասում է, ընձի համագործակցության առաջարկություն են, ասել են համագործակցի մեջ քեզ բաց կթողանք, բայց ես մերժեցի այդ համագործակցությունը։ Ինձ ասում են քաղաքականությունից դուրս արի, եկեղեցուն մի պաշտպանի, քեզ բաց կթողանք։ Ինը բաց եմ թողել։ Հերելես խավեն ենք ես բնեմ էի դա, այսինքն ինչ, ընդունել ես համագործակցությունը։ Եվ գիտեք ինչն է ցավալի, սիրելի ժողովուրդ, խելացի ժողովուրդ, այս իրեքից ոչ մեկը չի խոսում Արցախի վերադարձի մասին։ Այս իրեքից ոչ մեկը չի ասում, գիտեք ինչ, մենք էլ Ադրբեջանի տալու բան չունենք։ Մենք չենք տալու ոչ մի բան, բայց այս մարդիկ տալիս են, Տիկնանաշեն էլ են տվել, ինչքան էլ որ հիմա Նիկոլը հլնում, որ չղամասվա չեն տվել, բա որ չես տվել, բոմզի տղա, գուգլը խիա Տիկնանաշենը քարքին ցուսալի Ադրբեջանի տարածք, որ չես տվել, բա հեր գուգլին դատի տուր, լավ ինգեր ժողովուրդ, դուք չեք հասկանում սրանք ինչ են անում, դուք չեք հասկանում, որ մեկը մեկի բրսելով է թմեն առաջ որ մտնեն պարլամենտ, էլի շարունակեն իրանց սև գործը, ոնց որ մինչև հիմա շարունակել են, չեք հասկանում,
Մի հատ էլ արհեստականներ հլնամասում են առաջատարները, Տաշիրն է, Ռոբիկն է, չգիտեմ, տո ստի տուն ու տեղը ալամը են բանից անի, թե դրանք առաջատար են։ Հարգելիներս, այս իրեքը նույն բոզի տղեկն են, հասկացեք։ Սա բոզի տղաբառը քֆուր չի, կուլտուրականն է, որ ասում եք թոգը քֆուր է տալի։ Թոգը եթե քֆուր է տալի, դու քֆուրից վատ եք զգում, վաղը չէ միսորը ադրբեջանցի քաղաքացին այդ քֆուրը ձեր վրա իրականացնելու է Երևանի փողոցներում։ Բարս ամենաբուն իմաստով։ Ձեր լիպշիկից քաշելու է ճտտի ձեր վրան, իսկ հայ ոստիկանը նայել է գլուխը թեքելու է ենքով եւ չի միջամտելու, որովհետեւ դուք իրավունք չեք ունենալու ադրբեջանցու կպնել։ Քֆուրից են ազնվում։ Քֆուրից ազնվում եք, բայց զինվորների որ կոտրում են, դա չեք ազնվում։ Ղարաբաղը տալուց չի կազը, հիմա են ասում թե Թևանյանը ագենտ է, այդ մնաց էկամատրության նախաշեմը, նոր պարզեցին, որ Թևանյանը ագենտ է, սաղդ էլ ագենտ եք, սաղ կապն թութական ագենտ է, Ռոբիկականներն ու Թևանյանները իպրտե ռուսական չեն, Ռուսաստանում կտել են մերկու չինովնիկ, փողը տվել են, նրանք էլ վերևները Կրեմլին տեղեկանքներ են գրում, թե գիտեք ինչ, Ռոբիկը առաջատարը, մարդ ինչ կարգի անասուն, վիշվասկ, տուպոյ պիտի լինի, որ գնա Ռոբիկին հավատա, արա ջան նորից եմ կրկնում, Նիկոլը այս ամենը արել ալ նույն Ռոբիկի թեթև ձեռով, եթե Ռոբիկն ու պատիվ ունեն դուրս էին գալի պարլամենտից, դնում էին մանդատները և դուրս էին գալի, Այս մարդը, ում անունն է Նիկոլ Փաշինյան, այս վիշվասկը, երկիր այս վիճակին չէր հասցնի, հասկացեք սիրելի ժողովուրդ, դուք դրանց մեջ ընդդիմություն ման մի եկեք, ինչքան էլ որ Տաշիրը մարդը 50,000 տալը ձենի համար, ինչքան էլ որ, չգիտեմ, ինչ-որ մի եզվի ենք թե, ուղեղը թափած, ասմա վերև նաստված ներքևը դու, Կապ չունի, հիմա թող ոչ չաց թե Վարդան Ղուկասյանը եզների վիրավորեց, Վարդան Ղուկասյանը վիրավորում է բոլորին, անկախ սեռական պատկանելությունից, ով ուղեղ չունի, կամ ով փորձում է ժողովրդին գցել թուրիմացության մեջ։ Հարգելիներս, սիրելի ժողովուրդ, խեղներս գլուխներս հավաքեք, սրանց խաղերին մի հավատացեք, Այս ձայնայինը մաքսիմալ տարածեք, որ յուրաքանչյուր անց սալսի և հանկարծ հունիսի 7-ին որևիցե մեկի մտքով չասի, թե Տաշիրը ընդդիմադիր է, թե Ռոբիկը ընդդիմադիր է, միակ ընդդիմադիր ուժը դա համար 15 քվյաթերթիկն է, ուրիշ ընդդիմադիր նեմա, հասկացեք, օլիգարխը չի կարող լինել ընդդիմադիր, Ռոբիկը չի կարող լինել ընդդիմադիր, եթե Ռոբիկը ընդդիմադիր լիներ, Նրա հարցերը վաղուց էին լուծել։ Այդքան սպանություն, այդքան կոռուպցիա, այդքան հացագործություն, որ եղել է Ռոբիկի ժամանակ, չի եղել ոչ մեկի ժամանակ։ Ասում եմ, իմ օրոք մարդ քաղաքական գործիչներին չէին հետապնդում։ Քոր օգտանը սարքում էին կիսամարտ պրծնում էին կամ սպանում պրծնում էին։ Բոզի տղա։ Տեսեք, ասում եմ, փակվեց Թուրքի նախարարությունը։ Այդքան միամիտ մի եղեք։ Այդ 50,000-ը այսօր կերակ գնացիք զուգարան պրծակ, վաղը ինչ ալնելու։ Դրանցից ոչ մեկը չասում ենք տարածքային պահանջ չունենք։ Այս մարդը ինչ տալում է, սրանք հետը հավասար տալում են։ Չի կարա Նիկոլ Փաշինյանը մենակով տա։ Տիգրանաշենն էլ տված պրծած է, դա պիտի կա նորմալ իշխանություն, որ այդ սաղ բերի հետ, սրանք այդ սաղի մահապատիժի կենթարկի։ Մահապատիժ պետական դավաճանների։ Միակ մահապատիժ կիրառողը ես եմ, ուրիշ մարդը տեղ չկա, ցույցտվեք մեկին, ով ասում է, որ կիրառե մահապատիժ։ Ցույցտվեք մեկին, որ ասում է Արցախը պիտի հետ գա կամ Արցախին պիտի գնա ապրի Արցախում։ Ցույցտվեք մեկին, որ ասում է Ադրբեջանին տալու ոչ բան չունեմ, էլ պիտի հետ տան։ Չկա գոհություն չունի։ Սրանք են Սատուրյաման ամեն ինչ կկտան։ Ալիևի ծվերի տակներ կբդենք հղա, մենակ թե իրաց բիզնեսները մնան, իրանք են շարունակեն լապել, դուք էլ կտարակ թափրական թե չեցից էլ ազնական բանը պրոբլեմն է։ Համար 15 քվյաթերթիկ մի մարդու նման բոլորը պիտի գնան ընտրատեղամաս և քվյարկեն համար 15 քվյաթերթիկի օգտին։ Սիրելի երիտասարդություն։ Սրանց խոսքերին, սրանց թատրոններին, սրանց համբալներին, չամբալ, չմո, մմո բառերին մի հավատացեք։ Սրանք սաղ բոզի տղա են։ Մեկ բառով։ Պետական դավաճաններ։ Տարածեք սա, տարածեք։ Եվ խկներ գլուխներ հավաքեք։ Այսքանը։